Լատվիայի ազգային զինված ուժերը մարտական պատրաստակամության են բերել մեծ Բալթիկայում հերթապահության իրականացնող ՆԱՏՕ-ի կործանիչները։ Ալուքսների շրջանում ԱԹՍ-ների հնարավոր հարձակման սպառնալիքի պատճառով քաղաքացիների հեռախոսներն ուղարկվել են արտակարգ նախազգուշացումներ օդային տարածքին սպառնացող վտանգի մասին։ Տագնապը տևել է ավելի քան 1 ժամ, որի ընթացքում իրավիճակը գտնվել է զինվորականների խիստ վերահսկողության տակ։ Վերջին ամիսներին Լատվիայում արդեն արձանագրվել են անօդաչուների հետ կապված միջադեպեր, այդ թվում նավթաբազայի վնասման դեպք։ Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամմեդ բին Ֆեյսալ բին Ֆահադ բին Էմ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը դարձել է Էվերեստը նվաճած ամենաերիտասարդ արաբներից մեկը։ Նա աշխարհի ամենաբարձր գագաթին հասել է ընդամենը 24 տարեկան, 2 ամսական եւ 5 օրեկան հասակում։ Վերելքը իրականացվել է մայիսի 27-ին։ Այս նվաճումը դարձել է նրա 6-րդ հաջողությունը 7 գագաթներ ծրագրի շրջանակում։ Այժմ արքայազնին մնում է նվաճել եւս 1 գագաթ պատմական նախաձեռնությունը ամբողջությամբ ավարտելու համար։ Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Լենինգրադի մարզի վրա, թիրախավորելով Պետերբուրգի նավթային տերմինալը։ Ըստ հրապարակումների հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտում, որը ամենախոշորներից է Բալթիկ ծովի տարածաշրջանում։ Դրոնների հարձակումը տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մեկնարկի օրը։ Միաժամանակ հարձակման է ենթարկվել նաև Տամբովի մարզի Պրոգրես ռազմական գործարանը, որը ներգրավված է ավիացիոն եւ հրթիռային համակարգերի արտադրությունում։ Ռուսական կողմը հայտարարել է, մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 354 անօդաչու թռչող սարք։ Ամերիկյան հայ-սայթ պարբերականը հայտնում է Իրանի դեմ գործողությունների ընթացքում խոցված F-15-ի Strike Eagle կործանիչի օդաչուն նախկինում եւս հայտնվել էր նման իրավիճակում։ Ըստ հրապարակման ընդամենը 5 շաբաթ առաջ նա եղել է այն օդաչուներից մեկը, որոնց ինքնաթիռները խոցվել են յուրայինների կրակից։ Նոր միջադեպը տեղի է ունեցել Իրանի երկնքում իրականացված գործողության ժամանակ։ Լրագրողները նշել են, օդաչուն հավանաբար դարձել է Վիետնամի պատերազմից հետո առաջին զինվորականը, որը նույն հակամարտության ընթացքում 2 անգամ է խոցվել։ ԱՄՆ ռազմածովային ուժերը շարունակում են Իրանի ափերի մոտ պահել շուրջ 25 մարտական նավերից բաղկացած խոշոր նավախումբ։ Տարածաշրջանում հերթապահում են 2 ավիակիրներ՝ USS Աբրահամ Լինքոլնը եւ USS Ջորջ Բուշը, որոնց վրա տեղակայված են ավելի քան 100 ռազմական ինքնաթիռներ։ Օմանի ծոցում եւ Արաբական ծովում տեղակայված են նաեւ հրթիռային էսմինեցներ, ականավորցիչներ եւ դեսանտային նավեր։ Ամերիկյան նավերը ներգրաված են նաեւ իրանական նավահանգիստների շրջափակման ռեժիմի ապահովման գործում։ Վաշինգտոնը հայտարարել է պատրաստ է նոր գործողությունների, եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվեն։ Բրիտանական բանակի Challenger 2 տանկերը տեղակայվել է Էստոնիայի Վիրու շրջանում, Ռուսաստանի սահմանին մոտ տարածքում։ Զրահատեխնիկան մասնակցում է ՆԱՏՕ-ի գարնանային փոթորիկ զորավարժություններին։ Ըստ Military Watch մագազինի, զորավարժությունների ընթացքում մշակվել են ռուսական զինուժի դեմ մարտական գործողությունների տարբեր սցենարներ։ Տանկերի հայտնվելը սահմանամերձ գոտում դիտարկվում է որպես տարածաշրջանային ռազմական ակտիվության հերթական աճ։ ՆԱՏՕ-ն շարունակում է ուժեղացնել ներկայությունը արևելյան ուղղությամբ։ Բահրեյնի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, երկրի հակաօդային պաշտպանական համակարգերը հետ են մղել համակցած հարձակումը։ Պաշտոնական տվյալներով խոցվել է 3 հրթիռ եւ մի քանի անօդաչու թռչող սարք։ Հարձակման մանրամասները չեն հրապարակվել, սակայն իշխանությունները շեշտել են, իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո։ Հունգարիայի
Արցախցիները չեն կարողանա մասնակցել համապետական ընտրություններին առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության, դատական ակտերը բեկանվել են։ Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Սոցիալական մեդիայի տիրույթում տարածվել է տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող մոլորեցնող տեղեկատվություն, որը առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար դիմելու եւ ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք եւ ընդգրկվել ընտրողների ցուցակներում, պարզաբանել են ներքին գործերի նախարարությունից։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպան ընթացքում զրուցակիցները քննարկել են եւ երկուստեք կարեւորել էներգետիկ, լոգիստիկ եւ առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգի այլ հարցերի։ Ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծշեն գյուղի Ասուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի եւ հնարավոր ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո։ Այս մասին հայտնել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։ Օգտագործելով պլանետար բանյակային պատկերները Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ արձանագրել է, որ եկեղեցու անմիջապես արևելյան եւ հյուսիսային հատվածներում իրականացվել են լայնածավալ հողային եւ շինարարական աշխատանքներ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2026 թվականի մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում։ Զանգեզուրի միջանցքը որոշ դեպքերում կոչվում է Թրամփի երթուղի։ Զանգեզուրի միջանցքի 41-ից 43 կիլոմետր հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունը պահանջում է Մոսկվայի հետ կրոնական եւ հոգեվոր կապերի լիակատար խզում որպես Հայաստանի եվրոպական ինտեգրման նախապայման, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Նշվում է, որ Եվրամիությունը փորձում է զրկել ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի հայոց թեմի եկեղեցական սեփականության նկատմամբ իրավունքներից եւ խոչընդոտել նրա երկխոսությունը հայ առաքելական եկեղեցու հետ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց կունենան քննարկելու Եվրամիության աջակցությունը Հայաստանին Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին։ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև դրա հստակ ծավալը դեռևս որոշված չէ, Բրյուսելից հաղորդել են Ազատության աղբյուրները։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը արձակվել են Սանկտ Պետերբուրգի, Կրոնշտադտի, Կիրովի եւ Կրասնոսելսկի շրջանների ենթակառուցվածքային օբյեկտների վրա։ Քաղաքի իշխանությունների տվյալներով վնասվել են մի քանի օբյեկտներ, իսկ մի քանի մարդ ստացել է վնասվածքներ։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հարձակման ֆոնին խափանումներն արձանագրվել բջջային ինտերնետի աշխատանքում, իսկ Պուլկովո օդանավականում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 30 չվերթ։ Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, իր երկրի կառավարությունը չի պատրաստվում Ուկրաինային ուղարկել ոչ զինվորականներ, ոչ էլ սպառազինություն։ Հայտարարությունը հնչել է Բերլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո։ Մադյարը նշել է, այս դիրքորոշումը մնում է անփոփոխ նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացված քննարկումներից հետո։ Նա հիշեցրել է նույն քաղաքականություններ վարում նաև Վիկտոր Օրբանի կառավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Բաքու եւ Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել։ Փաթեթը ներառում է համագործակցություն էներգետիկայի, օգտակար հանածոների մատակարարումների, տրանսպորտային եւ տարանցիկ նախագծերի ոլորտներում։ Համաձայնագրերում տեղ են գտել նաեւ ավիացիային, արհեստական բանականությանը եւ թվային ենթակառուցվածքներին վերաբերող ուղղություններ։ Կողմերը շեշտադրում են երկարաժամկետ տնտեսական համագործակցության ընդլայնումը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, կա նշաններ, ըստ որոնց Մոջթաբա Խամենեին ողջ է եւ ավելի ակտիվ դեր է ստանձնում որոշումներ կայացնելու գործընթացում։ Նա նաեւ շեշտել է, Միացյալ Նահանգները չի կարող ընդունել իրավիճակ, երբ ռազմավարական նեղուցներով ազատ տեղաշարժ ունեն միայն իրանական նավերը։ Ռուբիոն նախազգուշացրել է, եթե Իրանը սահմանափակի ծովային երթևեկությունը, Վաշինգտոնը կարող է նույն կերպ արձագանքել։ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա։ Նա հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կրիստեն Միխալի հետ եւ քննարկել պաշտպանական համագործակցության ընդլայնումը։ Կողմերը կենտրոնացել են անօդաչու թռչող սարքերի արտադրության, կիրառման եւ հակաօդային պաշտպանության համակարգերի զարգացման վրա։ Սվիրիդենկոն ընդգծել է, Ուկրաինան պատրաստ է կիսել պատերազմական պայմաններում ձեռք բերված փորձերով։ Քննարկվել են նաեւ վերակառուցման ծրագրեր եւ պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու նախագծերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև շփումների դադարեցման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով բանակցային գործընթացը շարունակվում է եւ կողմերը դեռ աշխատում են հնարավոր համաձայնության ուղղությամբ։ Թրամփը նշել է, այժմ եկել է գործար կնքելու ժամանակը։ Նա նաեւ ընդգծել է, որ ներկայիս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել այն ուկրաինական ընկերություններին, որոնք զբաղվում են հրթիռային տեխնոլոգիաների եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի մշակմամբ։ Նրա խոսքով Ուկրաինան արդեն պատրաստում է համապատասխան պաշտպանական միջոցառումներ։ Զելենսկին նաեւ հայտնել է հետախուզությունը ձեռք է բերել նոր ռուսական փաստաթղթեր։ Դրանք ըստ նախագահի վերաբերում են Ուկրաինայի միջազգային կապերը սահմանափակելու քաղաքական ծրագրերին։ Նա զգուշացրել է հնարավոր նոր ճնշումների մասին տարածաշրջանում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, Հունգարիայի եւ Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն Ուկրաինայի եվրոպական ինտեգրման գործընթացին։ Նրա խոսքով Եվրամիության անդամակցության բանակցությունների մեկնարկը չպետք է դառնա երկկողմ վեճերի պատանդ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննարկվում է Ուկրաինային Եվրամիության հետ ասոցացված հատուկ կարգավիճակ տրամադրելու գաղափարը։ Այդ առաջարկը ներկայում ուսումնասիրում են եվրոպական կառույցները։ Մերցը հանդես է գալիս եվրոպական ընդլայնման գործընթացի արագացման օգտին։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Hellfire հրթիռով հարված է հասցվել Լեքսի նավթային տանկերին, որը շարժում էր դեպի Իրանի Խար կղզի։ Ըստ հրամանատարության նավի անձնակազմը 24 ժամ անտեսել է բոլոր նախազգուշացումները եւ չի կատարել ամերիկյան հրահանգները։ Արդյունքում անօդաչու թռչող սարքը խոցել է նավի մեքենայական բաժանմունքը, այն շարքից հանելու նպատակով։ Հրամանատարության տվյալներով Իրանի ծովային շրջափակման մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն վնասազերծել է 6 առևտրային նավ, եւս 120 նավը հրամանատարության ստիպված է եղել փոխել իր երթուղին։ Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Էրդողանն այդ ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է ուղղակի առևտրի մեկնարկին ուղղված քայլերի միջոցով։ Նա ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար եւ միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Արադ Միրզոյանը քարոզարշավի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, այս մարդիկ ամեն ինչ անում են մեզ վրա նոր հարձակումներ լեգիտիմացնելու համար։ Այս մասին 3 բանավեճի ժամանակ ասել է Հայաստան դաշինքի падգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Ի պատասխան Միրզոյանը հորդորել է սկանդալ չսարքել եւ Ադրբեջանին նոր հարձակման չհրավիրել։ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունել են, որ դեռ որոշակի տարածքներ կան, որոնք Հայաստանի վերահսկողության տակ են ու պատկանում են խորհրդային Ադրբեջանին եւ Ադրբեջանի վերահսկողության տակ կան տարածքներ, որոնք պատկանել են խորհրդային Հայաստանին, եւ կողմերը պայմանավորվել են, որ բոլոր այդ տեսակի հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որպես հիմք ունենալով Ալմա-Աթայի հռչակագիրը ու վերաբերելի եւ իրավական ուժ ունեցող քարտեզները։ Երբ անդադ գալիս ասում են մեր տարածքները կան Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչ կասես հն, ինչ որ պահի ստիպված ես լինում ասել, որ մեր տարածքները կան Ադրբեջանի վերահսկողության տակ, որոշ տարածքները Ադրբեջանից կան մեր վերահսկողության տակ, կողմերը խաղաղ բանակցում են, բանավեճի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվել է, այս մասին ասել է նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Նա նշել է, որ կալանքն ապօրինի է ու բողոքարկվելու է դատարանի որոշումը։ Երևանում այլևս 5 տրոլեյբուսներ չկան։ Այսօրվանից հունիսի 3-ից երթուղի է դուրս եկել նոր 45 տրոլեյբուս, որոնք սպասարկելու են գործողությունները փոփոխված մի քանի վերջնական գառով, այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է անդրադարձել Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են անդամակցել Եվրամիությանը միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ։ Նա Հայաստանի ղեկավարությանը համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է A կետից հասնել G կետ։ Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը, Զախարովան նշել է, որ դա արդեն նույնիսկ 2 աթոռի վրա նստելու փորձել չէ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց կունենան քննարկելու Եվրամիության աջակցությունը Հայաստանին Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին։ Բրյուսելից հաղորդել են Ազատության աղբյուրները, ըստ այդ տեղեկությունների Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև դրա հստակ ծավալը դեռևս որոշված չէ։ Թե հայկական որապրանքների վրա կարող է տարածվել այս արտոնյալ ռեժիմը, առայժմ հայտնի չէ։ Հստակ է սակայն, որ այս գործիքը Եվրամիությունը սովորաբար կիրառում է, երբ անհրաժեշտ է լինում աջակցել գործընկերներին։ Ռուսները մեղմ ասած գոհ չեն Հայաստանում մեր ներգրավվածությունից, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Կարծում եմ կան փաստեր, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման պատճառով նրանք կցանկանային, որ գործող վարչապետը պարտվեր ընտրություններում, նշել է Ռուբիոն։
Ճապոնիայում Չանմի թայֆունի մոտենալու պատճառով չեղարկվել է ավելի քան 300 չվեր։ Սահմանափակումները հիմնականում վերաբերում են Կյուսու կղզու Միազակայի եւ Կագոշիմա օդանավակայաններին։ Թայֆունի էպիկենտրոնը շարժվում է դեպի հյուսիս-արևելք մոտավորապես 25 կմ/ժ արագությամբ։ Օդերևութաբանները զգուշացնում են այն երեկոյան կհասնի հարավային Կյուսու, որից հետո կշարունակի շարժվել դեպի հյուսիս-արևելք։ Ճապոնիայի գլխավոր կաբինետի քարտուղար Մինորու Կիհարան հայտնել է թայֆունի հետևանքով վիրավորվել է առնվազն 9 մարդ։ Լեհաստանը աջակցում է Եվրամիության առաջարկին բացառել զորակոչային տարիքի ուկրաինացիների ժամանակավոր պաշտպանության ծրագրից։ Լեհ դիվանագետի խոսքով այն անձինք, որոնք օրինականորեն չեն կարող լքել Ուկրաինան, չեն կարող ԵՄ-ում ստանալ այդ կարգավիճակը։ Նա նշել է, որոշումը համահունչ է նաև Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշմանը։ Ըստ նրա, առաջնագծում մարդկային ռեսուրսների պակասը ստիպում է Կիևին աջակցել նման սահմանափակումներին։ Դիվանագետը վստահեցրել է, որոշակի խմբերի բացառումը չի խախտի մարդասիրական եւ էթիկական սկզբունքները։ Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կարող են ազդել նավթային ընկերությունների, այդ թվում Լուկոյլի վրա։ Քննարկում է սահմանափակումներ նաև ռուսական ստվերային նավատորմի եւ նավթ ու հեղուկացված գազ տեղափոխող նավերի նկատմամբ։ Նախատեսվում է արգելել այդ նավերին ծառայություններ մատուցելը։ Առաջարկներից մեկն է ռուսական նավթի գործող գնի առաստաղի պահպանությունն է մինչև դրա ժամկետի ավարտը։ Պոլիտիկոյի տվյալներով ԵՄ պատժամիջոցների ցանկում կարող է հայտնվել նաև պատրիարք Կիրիլը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, հակամարտությունը կարող է ավարտվել նույնիսկ օրվա վերջում։ Դրա խոսքով դրա համար Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան այն շրջաններից, որոնք Ռուսաստանը համարում է իր տարածքը։ Պեսկովը նշել է, այդ որոշումը կախված է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց։ Նա մեկնաբանել է նաև Կիրիլ Բուդանովի հայտարարությունը, ըստ որի Կիևը ցանկանում է ռազմական գործողությունները դադարեցնել մինչև ձմեռ։ Ռուսաստանի Միացյալ ավիաշինական կորպորացիան հայտարարել է Սու-75 չեկմեյթ կործանիչի փորձարկման նմուշի կառուցման մեկնարկի մասին։ Միացյալ ավիաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Վադիմ Բադեխայի խոսքով նախագիծը արդեն անցել է գործնական իրականացման փուլ։ Նոր կործանիչը նախատեսված է ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարարության, այնպես էլ արտասահմանյան պատվիրատուների համար։ Նրա հիմնական առավելություններից մեկը ավելի ցածր արժեքն է համեմատած երկշարժիչ մարտական ինքնաթիռների հետ։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, առաջին փորձնական թռիչքը կարող է իրականացվել արդեն 2026 թվականին։ Շվեդիայի ռազմաօդային ուժերի Gulfstream 4 հետախուզական ինքնաթիռը թռիչք է իրականացել Ռուսաստանի սահմանի մերձակայքում։ Այն օդ է բարձրացել Ֆինլանդիայի Տամպերը քաղաքից եւ շարժվել դեպի հյուսիսային շրջաններ։ Այնուհետև օդանավը փոխել է ուղղություն եւ սկսել թռիչք կատարել Ռուսաստանի սահմանին զուգահեռ երթուղով։ Հաղորդվում է, ինքնաթիռը գտնվել է Մուրմանսկից մոտ 220 կիլոմետր հեռավորության վրա։ Աքսիոսի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Աղբյուրների համաձայն նա Նեթանյահուին անվանել է խելագար եւ մեղադրել անշնորհակալ լինելու մեջ։ Թրամփը բարձր տոնով հետաքրքրվել է, թե ինչ է անում Իսրայելի ղեկավարը Լիբանանում իրավիճակի սրման ֆոնին։ Հաղորդվում է, նա հայտարարել է, առանց իր աջակցության Նեթանյահուն կարող էր հայտնվել բանտում։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ պնդել է, աշխարհում շատերը բացասաբար են վերաբերվում Իսրայելին։ Եվրոպական խորհրդանի падգամավոր Եվա Զայացկովսկա Գերնիկը խիստ քննադատել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին։ Նրա դժգոհության պատճառը Զելենսկու նկատմամբ Տուսկի դիրքորոշումն է եղել։ Падգամավորը հայտարարել է, ուկրաինական առաջնորդի կողմից ուկրաինական ապստամբների բանակ հերոսներ անվան օգտագործումը վիրավորական է լեհերի համար։ Նա մեղադրել է լեհ իշխանություններին այդ քայլը արդարացնելու փորձերի մեջ։ Վերջինիս խոսքով Տուսկը նման հայտարարություններով նվաստացնում է սեփական հեղինակությունը։ Իրանը հայտարարել է կդադարեցնի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, եթե Իսրայելը շարունակի ռազմական գործողություններ Լիբանանում։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով նման իրավիճակում Թեհրանը ոչ միայն կհեռանա բանակցություններից, այլև կարող է անմիջական բախման մեջ մտնել հակառակորդի հետ։ Հաղորդվում է, Մերձավոր Արևելքի ճգնաժամը բացահայտել է Եվրամիության էներգետիկ ռազմավարության խոցելի կողմերը։ 2025 թվականին Եվրամիությունը սահմանել է ռուսական Ուրալի նավթի գնի առաստաղ շուկայական արժեքից 15% ցածր մակարդակով, սակայն էներգակիրների միջազգային գների աճը սպառնում է վնասել իրենց եվրոպական տնտեսություններին։ Հրատարակության տվյալներով Բրյուսելում արդեն քննարկվում է գործող $60 սահմանաչափի սառեցումը։ Չի բացառվում, որ մեխանիզմը նույնիսկ կասեցվի մինչև տարեվերջ։ Եվրամիությունը 2.2 միլիոն եվրո է ներդնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առանց վիզայի Եվրոպա ճանապարհորդելու հնարավորությանը մոտեցնելու համար։ Ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության եւ իրավապահ համակարգի բարեփոխումներին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որն ուղղակիորեն աջակցում է վիզաների ազատականացման գործընթացին։ Նրա խոսքով ծրագիրը կարևոր քայլ է Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման համար։
Եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել եւ որևէ կերպ որևէ կառույցի եւ իշխանության թույլ չտալ, որ միջամտի եկեղեցու ներքին կյանքին եւ փորձի եկեղեցին ենթարկեցնել իր կամքին։ Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ապա անդրադառնալով իր հրաժարականի պահանջին նշել է. այդքան դուր ինչ է հայոց հայրապետին հրաժարական պարտադրել է, եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները։ Հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի եւ կառույցի տնօրինման, հարուցված են մեկ տասնյակից ավել վարույթներ եւ որոշ է, որ ամեն կերպ ջանք է գործադրվում իրենց կամքին ենթարկեցվի եկեղեցին, որպեսզի հասնեն իրենց առաջադրած նպատակին, հեռացնել հայոց հայրապետին իր պաշտոնից։ Եթե նպատակ իրագործման համար նման գործողության դիմեն ձերբակալեն հայոց հայրապետին, մենք պիտի ենթարկվենք գործող օրենքին, եթե անարդար է, ուրեմն պետք է կիրառենք բոլոր գործիքները, որպեսզի արդարությունը հաղթող լինի, ասել է հայրապետը։ Ինչ վերաբերում է իշխանության մեղադրանքին կուսակրոնության ուխտը խախտելու զավակ ունենալու վերաբերյալ, վեհափառն իր գնահատականն է տվել։ Եթե որևէ հանցանք եւ մեղադրանք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխանատյաններին։ Այնտեղ այդ հարցը քննության է առնվում եւ համապատասխան որոշում կայացվում։ Սա է սկզբունքը, մեկատյան կա, դա եկեղեցականատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի, լինեն դրանք արդար թե զրպարտչական։ Այնպես որ եթե այդպիսի մեղադրանք են հնչեցնում հայոց կաթողիկոսին, ուրեմն պետք է հարգի եկեղեցու կանոնակարգը եւ այդ կանոնակարգի համաձայն գործի, նշել է Գարեգին Բ-ն։ Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը շուտով կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարգործնախարար Ալեքսանդր Ալիմովը։ Նրա խոսքով Բաչելետի այցը պլանավորվում է։ Մենք հույս ունենք նրան ընդունել, ասել է դիվանագետը։ ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերի 31-ին։ Ինչպես նշել է Ալիմովը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը արդեն հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի մի քանի թեկնածուների հետ։ Մասնավորապես նա հանդիպումներ է ունեցել ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսի եւ Անչեդի նախագահ Ռեբեկա Գրինսպանի հետ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին, չի բացառել, կարող է վերադառնալ վարչապետի պաշտոնին, հաղորդում է Bloomberg-ը։ Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, արդյոք նա կփորձի զբաղեցնել վարչապետի աթոռը նախագահական պաշտոնը թողնելուց հետո։ Վուչիչը պատասխանել է, դա կարող է տեղի ունենալ։ Նա հավելել է, իր հիմնադրած Սերբիայի առաջադեմ կուսակցությունը դեռևս իր կարիքն ունի։ Պետության ղեկավարը նաև հաստատել է, չի պլանավորում առաջադրվել եւս մեկ նախագահական ժամկետի համար։ Նա հավելել է, Սերբիայում այս տարի կանցկացվեն խորհրդանական եւ նախագահական ընտրություններ։ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը կոչ է արել եվրոպական երկրներին եւ ԱՄՆ-ին պարտավորվել Ուկրաինայի երկնքում ռուսական անօդաչու սարքերը որսալ եւ ոչնչացնել։ Մեկնաբանելով Ռումինիայում անօդաչու թռչող սարքերի խոցումը, նա կոչ է արել զգալիորեն ավելացնել Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Նա նաև առաջարկել է ստեղծել հզոր ինտեգրված պաշտպանական համակարգ գործընկերների մասնակցությամբ, բայց ամենից շատ Ուկրաինային անհրաժեշտ է մեր եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների պարտավորությունը ակտիվորեն որսալու եւ ոչնչացնելու ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը Ուկրաինայի տարածքում, հայտարարել է Մելնիկը։ Կիևում
Սահմանափակումները Հայաստանում նեգատիվ տրամադրություն են ստեղծում միության նկատմամբ, այս մասին Սևանում քարոզարշավի ժամանակ պատասխանելով ռուսական Իզվեստիայի հարցերին ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այնինչ վերաբերում է բուսասանիտարականին, դա սովորական բան է, դա միշտ էլ եղել է եւ պետք է լինի, որովհետեւ անշուշտ այն ապրանքների առողջությունն ու որակը, որոնք մենք մատակարարում ենք երկրների միջև եւ ԵՄԱ, շատ կարեւոր է։ Բայց այս պահին դա քաղաքականացվում է եւ ես վախենում եմ, որ դա որոշակի բացասական տրամադրություններ կստեղծի Հայաստանի Հանրապետությունում եվրոպական ներդրումների ուղղությամբ, ասել է Փաշինյանը։ Նա քարոզարշավի ժամանակ նաև հայտարարել է՝ մի քանի պատվիրակություն արդեն աշխատում է, արդեն Վարդերի ու Բանջարեղենի առաջին խմբականակը դուրս է եկել, տեղ կհասնեն նոր կասեմ թե որ երկրներ, ասել է Փաշինյանը, ապա դիմելով քաղաքացիներին հայտարարել։ Հետևյալի մասին է, ժողովուրդ ջան, եւ ամենակարևոր թեման, որը ես ձեզ հետ ուզում եմ կիսեմ, հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ առաջիկա ընտրությունների հիմնական հարցը էտա եւ այն ինչ որ տեղի ունենում, ասենք օրինակ ենթադրենք մի ավտոմեքենա բիբար հետ եկավ։ Ինչի համար է, որ մարդ ասի, վայ ես բիբար հետ կապված պրոբլեմ կա, ուրեմն արի ես խաղաղությանը տեր չկանգնեմ։ Ես տեր կանգնեմ բիբարին, խաղաղությանը տեր չկանգնեմ։ Սա, հա? Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնենք։ Եղանակը առաջիկա օրերին հունիսի 3-ից 6-ի առավելապես կեսօրից հետո 7-ի օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 3-ից 6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ից 5 աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Երևանում հունիսի 3-ից 6-ն առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում 7-ի գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։